Քրիստոսով եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքը դա ներքին հայելի է։ Եկեք օգտագործենք, քննենք մեր սրտերը։ Տեսնենք ինչ վիճակի մեջ ենք։ Եթե մեր մեջ խորը զղջում չլինի, զգանք մեր սխալները, տեղից չի ունենա ազատագրում։ Առակացում գրված հետևյալ խոսքերը ինձ համար եւ ձեզ համար։ Առակացի 6:23-ում գրվածը. Պատվիրանքը ճրակ է եւ օրենքը լույս, իսկ խրատի հանդիմանությունները կյանքի ճանապարհ են։ Ում համար են կյանքի ճանապարհ։ Ընտունողի թե չընտունողի։ Ընտունողի համար կյանքի ճանապարհ են։ Խրատը մերժողը չի կարող կյանքի ճանապարհով գնալ։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր։ Ուրեմն առաջի կարևոր բանը արթուն լինելու պայմանը Տեր Հիսուս ասեց։ Կարդում ենք հետևյալ խոսքերը, որ գրված է 21-րդ գլուխ Ղուկաս ավետարան 33 խոսքից. Երկինք ու երկիր պիտի անցնին, բայց իմ խոսքերս բնավ պիտի չանցնին։ Իսկ դուք զգուշացեք ձեր անձերում։ Ինձ ասում եւ ձեզ, մեզ ասում է զգուշ եղեք ձեր անձերում։ Չլինի որ սիրտերն հետ կերուխումով ու գինովությունով եւ աշխարհային զբաղմունքներով ծանրանա ու հանկարծակին այն օրը ձեր վրա հասնի։ Վասնզի բոլոր երկրի երեսը բնակողներուն ամենու վրա որոգայթմը պես պիտի հասնի։ Ուստի արթուն կեցեք ու ամեն ատեն աղոթ կրեք, որ արժանի լինեք այն բոլոր լինելու բաներն ազատվելու եւ որտով մարդու արժեվ կանգնելու։ Տեսեք հոգեվոր կյանքում արթուն լինելու պայմանը։ Տիրոջ հետ ունեցիր կապ, ունեցիր աղոթքի կյանք, հարատև աղոթքի կյանք։ Առանց աղոթքի Աստծո խոսքի ոչ մեկը դեռ հաջողության չի ասել։ Երբեք չի ասել այն վիճակին, որ Տերը պահանջում է, ինչպես մեզ ասում է, որպեսզի մենք միշտ էլ արթուն լինենք, ունենանք Տիրոջ հետ մտերին կապ։ Առաջի կարևոր բանը, եթե սովորաբար մենք նայում ենք, հիմնական ամեն բան սկսվում է այն սկզբից, որ հավատացյալը գնում է ապաշխարության, դարձի է գալիս եւ ջրով մկրտվում է։ Եթե իրոք որ իր կյանքում փոփոխություն եղել է, այդ մկրտությունը ընդունվում է։ Թե չէ մենք ասում ենք, չոր մեղավոր է տանում են, թրջում են։ Մարդու կյանքում փոփոխություն չի եղել։ Մենք եղբայրներով զրուցել ենք, որ խորը ուշադրություն պիտի դարձնենք մանավանդ երիտասարդների վրա, որոնք պետք է ջրով մկրտվեն։ Նման դեպք եղել է, երբ որ մի քույրիկի ասել են քույր ջան, դու էլ փոխված ես, հələ լուրջ ապաշխարած ես դու։ Քեզ չենք տանի ջրի մկրտության։ Հին մարդը չի մահացել խաչի վրա։ Heç կլինի, որ երկրի մեկ գները չի մահացել։ Ուշքը գնացած է կոմայի մեջ, տեսել եք որ տանեն իրան թաղեն։ Դες բան կլինի։ Աշխարհ դատի, որ այդպեսին տարել թաղել են։ Բայց առավել հոգևոր կյանքում, եթե մեկ աշխարհի համար չի մահացել, մեղքի համար չի մահացել, իր մարդը կենտանի է։ Եղբայրներ քույրեր ոնց տանեն ջրի մկրտության։ Այդ քույրիկին ինչքան բացատրում են չի հասկանում։ Ուզում են մկրտել ջրով, ասում են դու էլ դեռ աշխարհն ես սիրում, այլ դեռ մեղքն ես սիրում, քեզ չեն կարող մկրտել։ Աստված իրան երազով ցույց է տալիս, որ եղբայրները դրել են դագաղի մեջ այդ քրոջը, տանում են թաղելու։ Պարզվում է, որ ինքը կենտանի է։ Ոտերը դրում են դագաղի մեջ, ոտքեր հանում են դուրս, վերև դրում են դագաղի մեջ, ձերքերն հանում դուրս։ Ձերքերը վերում են դնում են, նորից ոտքերն հանում։ Վերջ հասկանում իրոք, որ ինքը դեռ հələ կենտանի է, պետք չի մկրտել։ Եվ այդպես չեն մկրտում։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, կարևոր է սա, որպեսզի հրաշք տեղ ունենա, հիներ անցան ամեն բան նոր եղավ։ Առաջի կարևոր բանը լուրջ ապաշխարություն, ու այդպեսին նոր կարելի է տանել ջրի մկրտության։ Մյուսը ինչ վերաբերում է ամեն բան տեղից է սկսվում ամուսնության խնդիրները։ Պարտավոր եմ ձեզ հորդորել ասել, խրատել, ինչքան խնդիրներ հիմա առաջանում, այդ բոլորը գալիս է, որ հավատացյալը լուրջ ապաշխարած չի եւ Աստծո վախը չկա։ Քանի դեպքեր կա նշանվում են, բայց առանց լուրջ պատճառի նորից նշան հետ են տալիս, որովհետեւ Աստծո վախը չունեն, երկյուղը չունեն։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, եթե լուրջ պատճառ լինի, ուրիշ բան կարտարացվի, բայց եթե չկա լուրջ պատճառ, չի կարելի։ Հոգևոր կյանք այդպես է, որպեսզի մենք իրոք որ նայենք Աստծո առջև պատասխան ենք տալու։ Երկրորդ քայլը, որ իրում ամուսնություններ։ Վերջը չեմ մտածում, որ իրանք ամուսնացել են, ուխտ են արել Աստծո հետ։ Հին ուխտով եթե գրված է Աստված ասում է, եթե ուխտ ես անում, միշտ ապի շուտ արտահայտելու, որտեղ դու եթե քո բերանից դուրս եկա, պետք է ուխտը կատարես։ Բայց նրանք ուխտ են արել, չէ՞։ Տիրոջ առջև, ժողովրդի առջև ուխտ են արել, որ հավատարիմ մնան նեղության ժամանակ, հիվանդության ժամանակ, խնդիրների ժամանակ, աղքատության ժամանակ, բայց բացեն անհավատարիմ են եղել։ Ինչպես պետք է Աստծո առաջ պատասխան տան, եղբայրներ քույրեր։ Պետք է վերջը կանգնեն Տիրոջ առջև։ Իմ խնդրվածն է ձեզ, նորեցեք Տիրոջ հետ կապ, Աստծո վախը ձեր մեջ, գնալով ոչ թե պակասի շատանա, որ նման քարի չգնաք, եղբայրներ քույրեր։ Եղավ թող Աստված օգնի։ Ինչ վերաբերում ասենք, հիմնականից բոլորը գալիս է մարմնավոր վիճակից։ Մարմնավոր հավատացյալի կյանքում ինչ խնդիրներ կան, խնդիրներ կան ամուսնական հարցերում։ Պետք է ուշադիր լինեք, մանավանդ քույրեր, եղբայրներ,
Երկու կողմի համար եմ ասում։ Եթե նայում եք տեսնում եք, որ այդ եղբայրը կամ քույրը մարմնավոր հավատացյալ է, իսկ մարմնավորության մեջ հակառակություն էլ կա, չարություն էլ կա, աշխարհասիրություն էլ կա, ամեն ինչ կա մարմնավոր հավատացյալի մեջ։ Երբեք լավ բան չես կարող ունենալ։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է սա։ Դրա համար պատական չի տեսի մարմնավոր հավատացյալի համար 57:20 խոսքը Եսայի։ Բայց ամբարիշները ալեցոբ ծովի պես են, որ չկրնան հանդարտվել, որոնց ջուրերը տիղ ու ցեղ դուրս կնետեն, տիղ եւ ցեղ, ուրիշ բան չեն կարող անել։ Դե մարմնավորության վերջը ինչ է։ Մարմնով գնանք, պետք է մեռնենք։ Եթե ընտանիքում տիրում է մարմնավորությունը, երբեք խաղաղություն չի կարող լինել։ Այստեղ կարծացինք, այո, ծովի նման կլինեն։ Իրանց ալիքները միայն կեղտ ու անմաքրություն է դուրս տալիս։ Ուրիշ լավ բան չի կարող լինել։ Ես պարտավոր եմ ձեզ ասել, զգույշ եղեք։ Եղբայրներ, քույրեր, իրոք որ ժամանակները շատ շար է, կգա փորձության ժամանակ։ Մեկը Տերը փորձելու է ամբողջ եկեղեցին։ Երկրագնդի երեսը պետք է փորձվեն։ Դանիել Մարգարեն իր խոսքերում ասում է, իմ աստուները պետք է մաքրվեն, պետք է սրբվեն, բայց դա վերջը չի, պետք է փորձվեն։ Մենք էլ ենք փորձվել, դուք էլ եք փորձվում։ Ամուսնական կյանքի մեջ, բոլոր ժամանակների մեջ փորձում եք, նյութական կյանքի մեջ, աղքատության ժամանակ, խնդիրների ժամանակ փորձում եք, պետք է երևա մեր հավատարմությունը, պետք է երևա մեր մաքրությունը։ Իմ աղաչանքն է, թող Աստված ձեզ օրհնի երիտասարդների մանավանդ, որ դուք եղեք առողջ երիտասարդներ, լուրջ եղեք ամեն ինչի մեջ, եղբայրներ քույրեր, որ ձեր ընտանիքի մեջ օրհնություն լինի, ձեր կյանքի մեջ օրհնություն լինի, վերջին հավիտենական կյանք լինի։ Դեպքեր կան, ես պարտավոր եմ ասել ձեզի։ Հավատացյալներ կան, բայց երազ եմ տեսել։ Ինձ ասված հայտնեց, որ անպայման պետք է մեկ ընտանիք կազմենք, պետք է միասին ամուսնանանք։ Այդ երիտասարդ քույրիկներ միամիտ է ասում, ուրեմն եթե ասում թեկուզ չի համակրում, բայց ասում է միգուցե Աստված ասել է, երևի պատժին ձի, երևի չհամաձայնվեմ, վատ կլինի վիճակը։ Կարողանում այդպես օգնել։ Ունակ եղել այդպես դեպք։ Ասում է մոտենում է քույրիկն ասում է քույր ջան, երազի մեջ տեսա երկու ափսեն եկան իրար կպան, այսինքն պետք է մենք տանի կազմենք։ Ես էլ այսպես դեպքում ասում եմ, այդ քույրերը պետք է մի քիչ արթուն լինեն, ասեն այդ ափսեները ոսկե ջրած ափսեներ են, թանկարժեք են, թե անրազվի է։ Այդպեսի դեպքեր քիչ չեն եղել, որ հասկացել ուզում են ասած, այսպես խապել է, որպեսզի իջանել տիրանալ։ Զգույշ եղեք այդ հարցերում։ Հետո ինչ վերաբերում է սիրարական հարցերում։ Եթե մի բանը եկեղեցով չի, եթե մի բանը եղբայրների գիտությամբ չի, հովիվների գիտությամբ չի, եթե մի բանը ծածուկ է, եթե մի բանը նորից ծածկված է, կապնում իրաց է սիրարվում են, վերջը լավ չի լինում։ Սա մարմնավոր վիճակ է։ Զգույշ եղեք։ Եղբայրները երբեք չեն արկելում, հնարավոր բան չի արկելում, աշխատանք է տան, որ ամեն բանին մաքրությամբ, սրբությամբ լինի։ Քիչ դեպքեր չեն եղել, որ մանք եկե հանդիմանվել, խոստովանվել են, որ մի ամուսնություն ասենք սիրարված են եղել։ Վերջը ասենք չեն ասեն ամենածանր մեղքի, բայց այդ վիճակով եկել են պսակի արջև են կանգնել։ Իմ խնդրվածն է ձեզ, ամեն բան արեք մաքրությամբ, անեք անկեղծությամբ, արեք եղբայրների գիտությամբ, եղավ Աստված թողնի։ Եզեկիել 9:3 խոսքը։ Եվ հիշում եք այդտեղը որ գրված է։ Հետարքիր խոսքեր կա, ասում է բոլոր պղծությունների համար հառաչող ու ողբացող մարդկանց ճակատների վրա ինչ դիր, կնիկ դիր։ Պղծությունների վրա, որոնք տեսնում են անմաքրությունը, պղծությունը, հառաչում են, լաց են լինում այդպիսի մարդկանց համար։ Եվ Տերն ասեց կնիկ դիր նրանց, որոնք այդ ողբի մեջ են, նրանց չպետք է ոչ մի բան լինի։ Իսկ նրանք, որոնք այդ կյանքի մեջ են, չպետք է խնայես։ Մեծ, փոքր, ծեր, տարիք մյուսը, որոնք այդ կեղտոտ կյանքի մեջ են։ Եղբայրներ քույրեր, այսօր կան հավատացյալներ, իրոք որ սիրում են սրբության կյանքը, մաքուր կյանքը, անարատ կյանքը, ողբում են, լացում են իրանց անձի համար, ազատագրման համար, նրանք մեղքին դեմ են կանգնում, բայց դժվարություններ ունեն, նեղություն ունեն, բայց երբևիցե չեն հավաքվում, ինչպես եղբայրները լավ օրդորեցին։ Ինչի համար է գրված չէ, ասում է արյուն թափելու չափ հակառակ չկեցակ մեղքին, որ մեղքը չտիրի մեզի, ձեր վրա չտիրի։ Շատ անգամ եղել են դեպքեր, որ մանք անկումն ապրեցին։ Մենք ոչ մեկս նրանցից լավը չենք, չմեղադրենք նրանց, աղոթենք նրանց համար, որ Աստված իրենց էլ ազատագրում տեղ ունենա։ Եղավ, ինչ վերաբերում է, դուք հիշում եք Փենեսի կյանքը, ինչ նախանձավոր էր։ Իսրայելի ծերերը, Մովսեսը լաց են լինում Խորանի մոտ, պղծությունների համար լաց են լինում, իսկ մի անձավորություն, աչքի առաջ, համառ այդպիսի անձավորություն, իշխանի տղա էր, ելել իշխանի աղջիկ, տարա վրանի մեջ, Փենեսը չդիմացավ, աղոթքից ելավ գնաց, երկուսին խոցեց եւ գրված է ասուն շատ հաճելի էր։ Բարկությունը տիրոջ կանգնեց։ Եթե ոչ արդեն մայրը շատանում էին։ Եղբայրներ քույր, առաջինը պետք է Փենեսում նկատմամբ լինեք, ով կարասի։ Առաջինը մեր անձի նկատմամբ Փենես եղի, ձեր անձի։ Երկրորդը ընտանիքի նկատմամբ Փենես եղեք։ Վրեժխնդիր մեղքի նկատմամբ երբեք չհամաձայնվեք մեղքին, որը շատերին կորուստ արավ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, այսօր ինչքան դեպքեր կա։ Կան իմ քույրեր կան, որոնք ամուսններ կան, կամ երիտասարդներ կան, որոնք խաղամոլ են դեռել, կապված են, սատանան կրուճոկը գցել է,
Կամ էլ նորից եմ ասեմ, ինչ որ բաներ են օգտագործում, ծխախոտներ ու բաներ են օգտագործում, հաշշամոլության մեջ են։ Բռնելը, հակառակորդը բռնել եղբայրներ քույրեր։ Հենց որ տեղ տվեցիր, այո, նա իր գործը կանի։ Ինչքան շուտ ազատագրվեք ենքան լավ։ Քրիստոսով եղբայրներ քույր, թող Աստված օգնի ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներ կա, որոնք ամուսնացած չեն, խնդրեմ պարտավոր եմ ձեզ ասել։ Սուրբ Գիրքը մեզ պատասխան տալիս է։ Պողոս առաքյալն ինչ ասեց, որոնք որ ժուժկալություն չունեն, ինչ պետք է անեն, հա, հարց եմ տալիս։ Ասում ամուսնացեք, ժուժկալություն չունենալու համար ամուսնացեք, ընտանի կազմեք։ Եղել է եղբայր, անդադ խոստովանվեք, հետո ինչ եղավ։ Ամուսնացավ, ինքը պրծավ մեզանից, մեկը իրանից պրծանք, էլի վերջը չէ։ Անդադ ինչքան տենում խոստովանություն էր անում։ Մի բան էր պատմեմ ձեզի, վերաբերում են նորից եմ ասում են եղբայրներին, որոնք չունեն հաղթություն, ժուժկալություն չունեն ու չեն ուզում ամուսնանալ։ Ձեզ ասեմ հետևյալը, ասեմ գաղտնիքը, ինչքան մեծանաք, այնքան բծախնդիր եք դառնալու։ Եսին դուրս չի գալիս, եսի պիտի կաբույտ աչք լինի։ Եղբայրներ քուրի չի կարելի։ Ասո երեխաներ են, բայց նայիր հոգևոր կյանքին։ Մի խապնվիր սիրունությանը, մի խապնվիր։ Այն կինը, որը շատ գեղեցիկ է, չունի խոյեմություն, նման է ոսկի օղակը խոզի կտին։ Հիմա տունեք թե չեն տունեք, եղբայրներ քուրեր։ Խոյեմությունը շատ մեծ բան է դա։ Խոյեմությունը։ Եվա քուրի տեսել, կային ասում է քուրեր մանավանդ։ Ուզում են աշխարհի դերասանների նմանվել, նայում են դերասան, նայում են բանին, ուզում են ինչ-որ տեղ աշխարհի բաների նմանվել։ Բայց ասում է Հիսուսը կանգնած էր հեզ ու խոնար, փոխանակ ասում էր ինձ նմանվին, ինձանից սովորեն, ինչպես ես հեզ եմ խոնար, ալ աշխարհի դերասանների նմանվել։ Եսի պարզավոր մարմնավոր վիճակ է, ուր պետք է հասնեք այդպես։ Որը վերաբերում է եղբայրների, խնդրում եմ ձեզի, ինչքան քույրեր կա իրանք ուզում տանիք կազմել։ Մի հատ իրոք որ վկայություն կազմին տանիք, վերջի ասենք 1000 տարվա մեջ եղել։ Այդ տանտանիքի տղան 33 տարեկան ռեկլամների մար նկարներ է անում։ Մի հատ գազ է առել կարանի, ասել մամային, մամ ջան, ասել ես, գազը ինձ պետք չի, ասենք ինչ ուզում ես արա։ Հետո կերագրել է, մի քիչ արդեն թփրոշացել է, մեկ էլ այդ գազը սկրել ուժեղ ձայնել անել։ Այն որ ասում են կռոց ենք ասում, չէ, կռոց այդ հարևաներ ասեն, այ մատ ասեն, ինչ կռոց է։ Մայրը մոտենում է տղային ասում է, այ տղա ջան, ասում է, գազը խե կռոց անում։ Մամ ջան, գիտես խե կռում։ Որովհետև ինքը ворց է, եկը չկա դրա համար է կռում։ Այդ այդքան բանի խազը հասկանում է, դու չես հասկանում, որ դա բուստարաս։ Երիտասարդներ ընտանիք կազմեք, աչքերը աչու ձախ մի գցեք, մի շնացեք, ընտանիք կազմեք, սուրբ ընտանիք կազմեք։ Սիրելի քույրեր, խնդրում եմ ձեզ ու շատ եղեք։ Եթե այսօր ձեր ամուսնուին դուք չեք հարգում, գիտեք ումը չեք հարգում։ Ումը չեք հարգում անարգում եք։ Իր գլուխը որ Քրիստոսն է։ Մտածեք այդ մասին։ Եթե այսօր ձեր ամուսնուն չեք հարգում, խոնարհ չեք, հեշ չեք, դուք ոչ թե մինան ձեր գլխին եք անարգում, իր գլուխը Քրիստոսն է, Քրիստոսի գլուխը Հայր Աստված։ Ուշադիր եղեք։ Խոյեվությունով իր այդ բնակվեք, որ ձեր աղոթքին արգել չլինի։ Ինչքան կարաք իր այդ հարազատ եղեք։ Մի հատ եղբայր կա, դժվարություն ուներ տանիքում։ Ուզում էր թողնել, եսին որտեղ գնա վերջը։ Հետո եկա մեր տուն, հայրն ասել է գնա մամիկո եղբոր հանդիպի։ Մի հատ խոսի նոր գնա, նոր ուզում ես որտեղ գնա։ Երբ որ եկավ, խոսեցին, կոտրվեց, խոնարհվեց, մի քան անգամ աղոթք կարեցինք, լրիվ հալվեց, հա, երան թե բոլորը այսպես հալվեն։ Եվ հետո ասեց, որ դե հիմա գնաս տուն, անպայման մի փոչ ծաղիկ էլ տար կնոջդ ասենք նվիրի։ Ասում է, բայց շատ չեղավ, դու ինչ շատ եղավ։ Այնքան բաներս թույլ տվեց, դե շատ չի։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, իմ աղաչանքն է, ժամանակն իրա սիրեք։ Գրված ինչի համար Պողոս առաքյալն ասում է, ամենը պատվեցեք, ընտանիք, կին, երեխա, մյուսը, հարևան, բարեկամ, ամենը պատվեցեք, եղբայրությունը սիրեք, Աստծուց վախեցեք, թագավորը պատմեցեք։ Առաջի Պետրոս 2:17-ում է գրված։ Եղբայրներ ամենը պատվեք, հարգեք։ Ինչքան հարգեք, այնպես կորտնվեք Քրիստոսով եղբայրներ, քո ժամանակն է։ Ժամանակը զգուշ եղեք չար կիրքերից։ Հետանոսական կիրքեր կա, որը թափանցում է։ Անցյալ տարի վկայություն եղավ, որ սատանան պիղծ ոգին գլուխը մցրել է, եկեղեցին ուզում է ջանդակներ մցրի։ Եվ հիմա կատարվում է, պղծությունները մտել, անմաքուր բաներ, հետանոսական կրկեր, Քրիստոսով եղբայրներ քույրեր, չէ որ գրվածը մենք ինչ ենք, Սուրբ Հոգու տաճար ենք։ Եթե մեկը Սուրբ Հոգին տաճար ապականի, Աստված իրան կապականի, չէ որ դու սուրբ եք։ Մենք կանչված ենք սուրբ լինելու, մենք կանչված ենք երկնային թագավորություն մտնելու համար։ Առանց սրբության, խաղաղության, սիրով ոչ մեկը Տիրոջը չի տեսնի։ Եղբայրներ քույրեր, հիմա լավ պահ է հիմա, քանի որ պետք է մեկ աղոթների տեղ տանք, որպեսզի Սուրբ Հոգին անկեղծացեք Տիրոջ առջև, աղաղակը բարձրացեք Տիրոջ ասա Տեր, եթե սրտանց ուզենաս Տերը կազատի։ Եթե սրտանց ուզենաս։ Երբ որ եկան Բաղամին ասեցին պետք է կաս անիծես, ով է հիշում, սկզբից ինչ ասեց։ Եթե իմ բոլոր տնովը ինձ ոսկի տաս, չպետք է գնամ անիծելու, սուտ ասած։ Մեկ մեր Սամվել եղբայրը այդ մասն ասում, մարդու սիրտը ուրիշ է։ Գիտես ինչ, արտահայտում է, սատանան գիտի, գիտես քո սիրտը։ Նա գիտի, որ դու ուզում ես։ Ինչի երկրորդ անգամ ուղարկեց թակավոր ավելի պատվավոր մարդիկ, ավելի հարստություն, որտեղ Բաղամը սուտ խոսեց։ Նա ճիշտ չասեց, անկեղծ չէր։ Քո իմ բոլոր տնովը ոսկի տաս չեմ գա,
բայց ոնց գնաց։ Ես շավանակը մի անգամ հանդիմանեց։ Հիմա զարմանալի ման չէ։ Այդ կան տարվեր չէ, երբեք չէր խոսել։ Այդ անգամ խոսած։ Այդ էլ լսեց, ես մարդկային ձևով խոսեց, էլի բաղամը քշեց գնաց։ Հետո վերջը գրված իր համար որտեղ է։ Ինչ է պահված, հիշում եք ինչա գրած։ Մեգու խավարը հավիտյան պահված է բաղամի համար։ Հավիտյան դա խավարի մեջ է լինելու։ Դադաստան այդպես իրա։ Զգուշ եղեք ցանկություն ես, գիծը գալիս անկեղծացեք աղոթքի, երբ որ դուք Տիրոջ արժև սիրտ բացես, լրիվ Տերը քեզ կազատագրի այդ կավանքներից։ Եթե խնդիրներ կա, օքսեր կան, Տիրոջ արժև անկեղծացեք։